Ապա իջավ։ Հենց բլված շենքի առաջի հարգում է մեր տեղը, մենք բարձակալ ենք այսինքն։ Առավոտ ժամը կարծում եմ 10:15 մենք նստած ենք ներսում, մի անգամից ձայներ լսեցինք։ Այդ ձայները տեսանք, որ սյուներն է ջաքում։ Հենց այդ սյուները ջաքելուց մենք դուրս բախանք։ Ու տեղյակ պահեցի, վերևը գիտեմ պահեստներ կա, դողոց տեղյակ պահեցի, որ առակմը դատարկեն շենքը դուրս կան էլի շենքից։ Բոլորը հասցրել են դուրս գալ ժամանակին։ Կկարծեմ, այո, քանի ճշտումներ արեցի, բոլորը հասել են էլի, իրենք էլ արդեն զգացել են ձայնա գալի, ոտքերն դա ցնցումներ են զգացել, այդ պահին առակմը դուրս են բախել, այդ էլ է օգնել էլի։ Հենց այս դեպքը արդեն 2 րոպե հետո ես անցա թեմի մայթը եւ այդտեղից նկարահանում արեցի իմ հեռախոսովս, քանի որ զգացի, որ նորմալ չէ, էլի, այդ ձայները հետ լավ չէր։ Ու մի անգամից արդեն շենքը փլվեց, մի 2-3 րոպե հետո։ Ու այդ ապրանքները ինչ որ կար, այսինքն կկարծեմ մի 70%-ից ավելը այդ մնաց շենքի տակ փլատակի տակ։ Նախկինում ճաքեր նկատել եք շենքում կամ սյուների վրա։ Չէ, չենք նկատել, բայց դե շենքը հին է, էլի, այդպես է, որ գիտեք, դուք էլ գիտեք, որ 50-60 տարվա շենք է, եթե ոչ ավելի չեմ մոնում։ Նկատի ունեմ դուք տեղեկացվել եք, որ վթարային է շենքը։ Չէ, ոչ մեկին բան չեմ ասել, չեմ նկատած։